Պարոն Հակոբյան, մինչև ղեկավարի գալը մեկ հարց. ինչ պատկեր կունենանք, եթե դատարանը տարիներով ցկցկի ավականու հայցի քննարկումը եւ մեկ ավականի բացական ունենա մեր քաղաքադաշտում։ Նայեք, տեխնիկապես հիմա ունենք հետևյալ իրավիճակ, ավականու անդամի լիազորությունները դադարել են։ Եթե արհեստական ինչ-որ ճարտարներով իրավիճակը սառեցվի, ապա մենք ունենանք ըստ էության հակաօրինական, հակասահմանադրական վիճակ, երբ տեղական ինքնակառավարումը այս մասով խաթարված կլինի։ Եթե նկատի ունեք քաղաքական իմաստով ինչ կլինի, իշխանությունների համար այսօր մեկ ավականու անդամի կոպիտ ասած լուծված հարց կլինի, որ ընդդիմությունից փոխված։ Դիմացը իրենց տեսանկյունից ժամանակ կա, կփորձեն տարբեր եղանակներով, ճնշելով, գրավելով, չգիտեմ, ինչ-որ խնդիր լուծելով կլինի, թե վախեցնելով կլինի, մեկին նստացնելով, ազատությունից զրկելով, տարբեր բոլոր իրենց համար ոչ մի գին ու սահմաններ չկա ապօրինությունների իշխանությունը պահելու կամ տիրանալու համար տվյալ դեպքում։ Կամաց կշարունակեն իրենց գործընթացը, մնացած տարբերությունը կրճատելու եւ վերացնելու եւ ըստ էության տեղական ինքնակառավարումը զավթելու համար։ Սա է մեր մտավախությունը ամենամեծ եւ սա թույլ չտալու համար պետքա այո հենց յուրաքանչյուր ավականու անդամի խնդրով մինչեւ վերջ պայքարել, մինչեւ վերջ իրավունքներին տեր կանգնել։ Եվ ամեն ինչ սկսվում է մեկ ավականու անդամից։ Այո, այստեղ մեկից հետո չի որ փոխվում է հարաբերակցություն, անգամ եթե տվյալ ավականին օրինակ այս հակաիրավական ճանապարհով շարունակի մնալ հավաքանու անդամ։ Մեր մոտ այդ իմաստով հարաբերակցությունը ուժերի չի փոխվի, բայց գիտեք ինչ 5-6 հաշվարկնել է սկսում մեկից։ Եվ մեր խնդիրն է թույլ չտալ հենց այս փուլում ամեն ինչ կանգնացնել։ Ոնց որ երկար է ձգում, ղեկավարին կանչելը։ Երևանից է գալիս կենտրոնականից։ Չեմ կարող ասել, կարծես շենքը շատ փոքր է, ոչ աշխատակազմը, առաջի տպավորությունը սա տենց շատ մեծ, ոչ էլ երևի հավանաբար իր առանձնասենյակից տեղ է ճանապարհը շատ երկար, բայց ինչևէ մենք խնդիր չենք տեսնում եւս մի քանի րոպե սպասելու մեջ, մեր այն ինչի համար եկել ենք ավելի կարեւոր է։